Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Մարտի 13-ին հայտարարված ու համաձայնեցված խաղաղության պայմանագիրն այդպես էլ չի ստորագրվում։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետը եւս մեկ անգամ վերահաստատում է ինքը պատրաստ է ստորագրել։ Այդ թուղթը 2021-22 թվականից հետո այսպես թե այնպես համատեղ աշխատանքի արդյունք է։ Այսինքն այդքան աշխատել ենք, որոշումներ ենք կայացրել, բայց պատկերացրեք համաձայնեցված տեքստը, ասենք չէ, պատրաստ չենք ստորագրել, բայց եթե պատրաստ չենք ստորագրել, ինչ ենք համաձայնվել։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ կլինի, գիտեք, այդ տրամաբանությամբ ես ճիշտ ասած չեմ մտածել, որովհետև էլի եմ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, որովհետև պատրաստ եմ ստորագրել։ Եվ ընդ որում, երբ որ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, ի հեճուկս բոլոր այդ դավադրական տեսությունների այդ թեման էլ կա, չէ, որ ինչի չեք ուզում հրապարակվի այդ թուղթը։ Բա ընդհակառակը ուզում ենք հրապարակվի, որովհետև սենց ստորագրվեց, պետքա հրապարակվի։ Պետքա գնա կառավարություն, սահմանադրական դատարան, ազգային ժողով։ Հայաստանը պատրաստ է ստորագրել, բայց Ադրբեջանը վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով է ապատեղեկատվություն տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերը կրակում են իրենց ուղղությամբ։ Զարուհի Բաթոյանն է հետաքրքրվում, սա կարող է խաթարել գործընթացը։ Մենք ռազմավարություն ենք որդեգրել եւ մենք պետք է այդ ռազմավարությանը հավատարիմ մնանք եւ շարունակենք մեր գործողությունները այդ ռազմավարության շրջանակներում եւ դա ճնշում անվանել, այլ բան անվանել, տեղեկատվական գրոհ անվանել, այդ ամեն ինչը այո։ Ամեն դեպքում մեր վերաբերմունքը հետեւյալն է, որ ցանկացած իրավիճակ մենք պետք է ավելի խորը եւ ավելի լավ եւ ավելի համապարփակ հասկանանք։ Վարչապետի խոսքով մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Իշխանական падգամավորները Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից են խոսում։ Ինչու Հայաստանը չի շտապում լուծարել ՀՀԿ Միսկի խումբը։ Որովհետև ասում ենք, մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնտեղ էլ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Ես կարծում եմ, որ շատ պարզ տրամաբանություն է։ Նիկոլ Փաշինյանը նորից կրկնել է այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սահմանազատման կանոնակարգերն արդեն վավերացված թղթեր են երկու երկրներում, իսկ Ալմաթայի հռչակագիրն էլ ճանաչված է որպես բազային սկզբունք։ Եվ մենք այս համատեքստում ասում ենք, որ մենք Ղարաբաղյան շարժումը մեր կողմից չենք շարունակում։ Մենք համարում ենք, որ գնում ենք ուրիշ ճանապարհով։ Եվ այս տրամաբանության մեջ մենք այդ նշանակում է, որ սահմանային միջադեպերի հետ կապված էլ ընդհանուր վերաբերմունքը եւ ընկալումը պետքա փոխվի եւ բանաձևը պետքա փոխվի։ Իսկ գերիների վերադարձի հետ կապված որևէ նոր բան Հայաստանի վարչապետը չուներ ասելու։ Միայն այն, որ այդ հարցը հումանիտար ու քաղաքական տեսանկյունից անհանգստացնում է իրենց։ Շնորհակալ եմ։ Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով, ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը բրազիլական օրաթերթին տված հարցազրույցում։ Միրզոյանը նշել է խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, սակայն Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով եւ դրական չի պատասխանում Երևանի առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական եւ երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում։ Միրզոյանը վստահեցրել է, ոչ պատճառ, ոչ էլ դրդապատճառ կա նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, քանի որ Եվրոպան առայժմ Երևանի նման բան չի խոստացել։ Այս մասին ասել է Կոստանտին Զատուլինը։ Զատուլինը մեկնաբանությունում նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ Հայաստանի տնտեսությունը դոպինգ է ստացել, իսկ Եվրամիության անդամակցությունը կնշանակի հեռանալ այս տարածքից։ Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկելով քննական գործընթացը Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում, որպես բանակի պաշտպանության ամրապնդման առանցքային բաղադրիչ։
Դատախազությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրում է մանր եղջերավոր անասունների արտահանման ժամանակ 2 ձեռնարկատիրոջ հովանավորչության համար։ Գլխավոր դատախազը 2023 թվականի օգոստոսի 8-ին եւ դրանից հետո հեռախոսային զրույցների գաղտնալսումներն է քրեական վարույթի համար որպես հիմք ներկայացնում։ Քաղաքացի Սլավիկ Պողոսյանին խնդրել են, որ նա դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին $200-ից $300,000 դիմաց օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը։ Այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Երկրորդ գործն էլ կահարուցված падգամավորի նկատմամբ ընկերություններից մեկի սեփականատերը դիմել է Աղազարյանին Աչափնյակ վարչական շրջանի 136 դպրոցի վթարային շենքը քանդելու եւ մի հատվածի վրա նոր դպրոց, իսկ մյուսի վրա բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով։ Այս գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ $300,000 դրամ է տվել ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանին։ Չնայած խոստմանը, Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը։ Միաժամանակ չի վերադարձել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը։ Աղազարյանը հայտնեց, որ $23,000 կաշառքի գործով ինքը չի հարցաքննվել։ Որոնց ցուցմունքները, որ այդպես տոնով ասում եք, գրել եք այսպես հստակ, որ տեսած ձայնագրություններ, այդ մարդը զապիսը արել իր խոսքը եւ ուղարկել է։ Այնտեղ որը մեր իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ $23,000 շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Ինչու՞ չեք կանչել հարցաքննության, ինչու էս գործը ավելի մանրակրկիտ չի, թե ասենք օրինակ մենակ այն նախորդ գործը լրիվ բավարարեր, էս մեկն էլ տենց ոնց որ միքչել հետը թողը տենց համեմունք լինի, բերենք։ Այո, այդ ոչխարների գործով կանչվել եմ 1-2-3 անգամ, այս դեպքում ոչ մի անգամ չեմ կանչվել։ ԿՊԱ-ականները հայտարարում էին, թե Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք է բացահայտել։ Ինչ եղավ պետական գաղտնիքի գործը, падգամավոր Թովմասյանը հարցրեց դատախազին։ Կանոնակարգ օրենքը մեզ պարտավորեցնում է բացառապես միջնորդագրի շրջանակում քննարկել, ես որևէ պետական գաղտնիքի հետ կապված մեղադրանք չեմ ներկայացրել, ես 2 կաշառքի մեղադրանք եմ ներկայացրել։ Թագուհի Թովմասյանը հարցրեց դատախազին, եթե Հովիկ Աղազարյանը շարունակեր մնալ ԿՊ խմբակցության կազմում, դատախազը կգար ազգային ժողով նույն միջնորդությամբ։ Այո, կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ եւ ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան։ Աղազարյանը դժգոհում է, անարդարացի են իր վրա ճնշումները, падգամավորը պնդում է, թե իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում։ Ես կարամ պաշտպանվեմ։ Ես կարամ անարդարացի ճնշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Քաղաքական հետապնդում եք։ Իհարկե։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները, դատախազը արձանագրեց, որ Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար կան բավարար փաստեր։ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո գործերը միանգամից կուղարկվեն դատարան։ Ի վերջո, ով է իրականացնելու առողջության ապահովագրությունը, պատասխանատու նախարարն ասում է, առաջարկում են մեկ միասնական պետական ֆոնդ ստեղծել եւ հավելում, հաշվի առնելով մեր երկրի սահմանափակ հնարավորությունները, սա թերևս ամենաօպտիմալ տարբերակն է։ Ապահովենք ռիսկերի համախմբում եւ մեկ ապահովագրական փաթեթի իջեցում գնի եւ մյուսը ունենանք բանակցային ուժ կարգավորելու գները ծառայությունների։ Ավանեսյանի դիտարկմամբ ապահովագրական փաթեթի գինը կեժանանա, քանի որ այստեղ այս համակարգում ընդգրկված են լինելու բնակչության բոլոր խմբերը։ Նախարարի այս հայտարարությունը, սակայն ոլորտի փորձագետի զարմանքն է հարուցել, ինչի նկատմամբ է ավելի գինն իջնելու, հարցնում է։ Ներկայում պետական մակարդակով փաթեթ հասկացություն գոյություն չունի։ Հետևաբար համեմատելի որևէ նախկին եւ ապագա եւ գուցե եւ ներկա գործող փաթեթներ չկան։ Չարչկված այս համակարգի ստեղծման համար նախարարության կողմից շրջանառվող նախագիծը ավելի շուտ պետպատվերն է հիշեցնում, տարբերությունը միայն ծառայություններն են, քիչ թե շատ այստեղ ավելի են, հավելում է մասնագետը։ Հիշեցնեմ, որ նախարարն ավելի վաղ ասել է, որ պետպատվերի ու ապահովագրության հիմնական տարբերությունն այն է, որ վերջինս ունի հստակ նկարագրություն, ինչպես հիվանդությունը կանխարգելել, վաղ հայտնաբերել, բուժել ու վերականգնվել։
իսկ պետական պատվերով իրականացվող գործունեությունը ռիսկերի կենտրոնացած չէ։ Կենտրոնացած էր պետական պատվերը արվում էր մեկ ռազմավարական գնորդի միջոցով, դա առողջապահության նախարարությունն էր, կառավարում էր առողջապահության նախարարությունը, պայմանագիրը կնքում էր առողջապահության նախարարությունը, ինքն էլ գնում էր պայմանագրի սահմաններում, իրականացնում էր դիտարկումներ, մշտադիտարկումներ եւ ուսումնասիրություններ։ Թեպետ նախարար Ավանեսյան ապահովագրական համակարգի մասին ասում է, առողջությունը մեր ժողովրդի բարեկեցության հիմնասյուներից է եւ այս պատճառով է, որ պետությունը շատ կարեւոր դերակատարություն ունի պաշտպանելու մարդու առողջության մասին հոգ տանելու իրավունքը, հիշեցնեմ, 2025-ի բյուջեում ֆինանսների նախարարությունը այդպես էլ փող չգտավ այս համակարգի ներդրման համար, մինչդեռ այն ավելի վաղուց փուլային տարբերակով պետք է մեր երկրում արդեն մեկնարկած լիներ, իսկ վերջապես երբ կունենանք այն, այս հարցը շարունակում է այդպես էլ պատասխան չգտնել։ ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է Ազատություն ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության, հայտնել է Ազատությունը։ Հաջորդ փուլում դատարանը կքննի Ազատություն ռադիոկայանի այն հայցը, որով լրատվամիջոցը պահանջում է ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունից տրամադրել կոնգրեսի հատկացրած մոտավորապես $77 միլիոն ընթացիկ ֆինանսական տարվա մնացած մասի համար, մինչև 25 թվականի սեպտեմբերի վերջ։ Գազայի հյուսիսային հատվածում Համասի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ցույցերի մասնակիցները պահանջել են ազատ արձակել պատանդերին, դադարեցնել պատերազմը եւ վերջ դնել Համասի իշխանությանը։ ԱՄՆ առաջին տիկնոջ Մելանիա Թրամփի Դիորի շքեղ զգեստը, որը նա կրել է 2005 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի հետ ամուսնանալու ժամանակ, վաճառքի է հանվել eBay-ում։ Գրող Լիաննա Սաթենշտեյնը իր հետևորդներին ասել է, որ կուտյուրային գոհարը, որի համար Մելանիան ժամանակին վճարել է $100,000, կայքում նշված է $45,000 արժողությամբ մի կնոջ կողմից, ով պնդում է, որ այն գնել է առաջին տիկնոջից։ Վաճառողը պնդում է, որ զգեստը գնել է Մելանիայից, ում հետ նա ընդհանուր ընկեր ունի։ Նրա խոսքով զգեստը ինքը գնել է 2010 թվականին իր հարսանիքի համար $70,000-ով։ Այսօր Մեծ պահքի 24-րդ օրն է, միջինքը, որը հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին։ Պահքի մեջ գտնվողները հաղթահարել ու անցել են կես ճանապարհը։ Մարդը մաքրման շրջան է անցնում եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Ֆիզիկական պահքը դա կերակրատեսակն է, որը բացառում է անասնական սնունդը, միայն բուսական սնունդ է կարելի եւ ցանկալի քիչ քանակությամբ, իսկ հոգեվոր պահքն էլ նաեւ դու հրաժարվում ես բոլոր տեսակի վատ արատավոր երևույթներից, որ մարդու կյանքում առկա է։ Միջինքը եկեղեցական նշանակություն չունի, սակայն պահքի ընթացքը փոքրիչ մեղմելու համար հայոց եկեղեցում ընդունված է միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում են կլոճ, որի մեջ պարտադիր մետաղադրամ են դնում։ Ընտանիքի անդամներից ում բաժին հասնի դրամը, ամբողջ տարվա ընթացքում հաջողություն կունենա։ Միջինքի շուրջ կա նաև շատ գեղեցիկ ժողովրդական ավանդույթներ, իրենք միջինքի գաթա թխել, միջինքի ուտեստներ պատրաստել, բայց բոլորը պահքի, այսինքն որևէ այլ սնունդ չի ավելանում միջինքի ժամանակ, բացառապես պահքի սնունդով պատրաստվող կերակուրներ։ Վատ սովորություններից ու սննդից հրաժարված քրիստոնյաները պետք է զսպեն նաև իրենց ցանկությունները, հաղթարեն գայթակղություններն ու մաքրված հոգով դիմավորեն Սուրբ Հարության տոնը, որին մնաց 24 օր։ Ինքնամաքրման շրջանը հենց դրա խորհուրդն ունի, որ մենք կարողանանք մաքրությունը ընդունել։ Քրիստոսի հարությունը քրիստոնյայի ամենամեծ հրաշալի տոնն է, եւ ամեն մարդու բաղձանքն ու երազանքն է արժանանալու Քրիստոսի հարությանը եւ պահեցողության իմաստն էլ դա է, որ մենք կարողանանք այնքան մաքուր անբասիր լինել, որ կարողանանք Քրիստոսին որպես մաքրության օրինակ, սիմվոլ ընդունել մեր մեջ։ Միջինքին մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահել այն, մինչև Հիսուսի հրաշափառ հանրությունը, Սուրբ Զատիկը, ինքնակնության, զղջումի, ապաշխարության օրերը շարունակվում են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրել են անմիջապես, համագործակցելով ոստիկանության հետ մարտի 13-ին ժամը 23:30-ին Արցախի Պողոտայում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու եւ իրացնելու հիմնարար կասկածանքով ձերբակալել են եւ Էրեբունու բաժին են տեղափոխել 40 եւ 41 տարեկան երկու տղամարդու, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խոզարկության արդյունքում 41-ամյա տղամարդու բնակության վայրում հայտնաբերվել է շուրջ 2 կիլոգրամ
կիլոգրամ 810 գրամ մետամֆետամինի, 1 կիլոգրամ 26 գրամ մարիխուանայի, 812 գրամ հերոինի, 229 գրամ ափիոնի, 36 գրամ կոկայինի եւ 30.52 գրամ հաշիշի յուղին նմանվող զանգվածներ։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Մարտի 25-ին մահվան ելքով երթը տեղի ունեցել Արարատի մարզում 30-ամյա Վահեն Մերսեդեսով Երևան երասխ ճանապարհին պրերթի ենթարկել 66-ամյա Ռազմիկին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապախումբն էլ արձանագրել է հետիոտնի մահը։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վարորդը եղել է սթափ, իդեպ արտաքին լուսավորությունը միացված չի եղել։ Փողոցը ըստ նախնական տեղեկությունների, որը որ հավաստի է, վրաերթի ժամանակ եղել է ոչ լուսավորված, արտաքին լուսավորությունը այս պահին էլ չկա, հավաքված մի քանի քաղաքացիներ նշում են, որ այդ պահին էլ երբ վրաերթը տեղի ունեցել, դարձյալ արտաքին լուսավորությունը չի եղել։ Մինչդեռ արտաքին լուսավորությունը պետք է մինչև առավոտյան ժամը 5-ը լինի։ Դարձյալ մարտի 25-ին Մարգարա Վանաձոր Տաշիր M3 ճանապարհին բախվել են Տաշիր բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան եւ ՎԱԶ 2107-ը։ 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը, նրանք տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Հավաքվածների խոսքով վիրավորներից 2-ին մեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Պարեկները Արագածոտնի մարզի գումարտակի սահման ազատել են տարածքը։ Վթարն կարելի ասել 07-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։ Եվ մարտի 26-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում Սուրենավան բնակավայրում Աբովյան փողոցի թիվ 67 տանը հրդեհ է բռնկվել։ Գյուղացիները վտանգելով իրենց կյանքը կարողացել են պատուհանից մտնել ու դուրս բերել հաշմանդամություն ունեցող 2 քաղաքացու, հետո պայքարել են գրակի տարածման դեմ։ Արարատի Վեդու եւ Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատների ժամանած հրշեջներն էլ մարել են գրակը։ Վեդի շտապօգնության բժիշկների հերթապախումբը օգնություն է ցուցաբերել այդ 2 քաղաքացուն։ Տեղում էին մարզի քրեական վարչության պետը, ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Քաղաքացիները հույս ունեն, որ մարզպետարանն ու Վեդի խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին։ Եթե գյուղացիները ճիշտ չկողմնորոշվեն եւ շատ արագ օգնության չհասնեն այդ քաղաքացիներին, հնարավոր է հրդեհ ողբերգական ավարտ ունենալ։ Գարշահոտությունը Մասիս խոշորացված համայնքի այն թափ 17 փողոցից անպակաս է դարձել։ Հակասանիտարական այս վիճակը բնակիչները կապում են Գետառի բացակայության հետ։ Ասում են նախկինում նման խնդիր չեն ունեցել։ Շուն ու գարի մորթի ինչ ասենք, ցերեկով չեն բերում, որովհետև գիտեն, ելենք տեսանք կռիվ կրին։ Իշխերով բերում գցում են ու պահակ չեն կանգնի մենք։ Մեկ անգամ մաքրել են, բայց քաղաքացիների խոսքով շատ կարճ ժամանակ անց պատկերը նորից նույնն է։ Հատկապես ամռանը դուռ լուսամուտ բացել չեն կարողանում։ Այս հատվածում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ։ Չի գործում ջրատարը, ըստ բնակիչների խոստացել են, որ պետք է մաքրեն եւ հատուկ ջրախողովակներ են, բետոնե մեծ ջրախողովակներ տեղադրեն, սակայն 30 տարի է խնդիրը չի լուծվում։ Բնակիչներն ինչքան էլ որ դիմում են պատկան մարմիններին, միևնույն ժամանակ ընդգծում են, աղբը կուտակվում է առաջին հերթին հենց իրենց մեղքով։ Ոչ թե աղբամանն են նետում ամբողջ աղբը, այլ հենց այդտեղ։ Սրա մասին խոսելն ավելի նորդ է, էսի մենակ ստեղ չի, ամբողջ Արարատյան դաշտավայրում դրենաժներ են սովետի վաղտից կառուցել, իսկ հիմա այս լցածը այդ ժողովրդի մեղքը։ Արարատի մարզպետին Մասիս խոշորացված համայնքի ղեկավարին են դիմում, որպեսզի միջոցներ ձեռնարկեն համաճարակը բացառելու համար։ Բնակիչները նշում են, որ չեն դիմել իրենք Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին եւ Արարատի մարզպետին, բայց հիմա ուզում են դիմեն, որպես միջոցներ ձեռնարկեն այս հակասանիտարական վիճակը վերանալ։ Այս արագիլը լավ լուր բերի։